Երեխեք ջան, ճիշտ է, մի քիչ համեստի մեջ ստացվեց։ Բայց ոչինչ։ Կարևորը որ ես իմ խոսքի տերը եղա։ Ապորինին ու թորանս կնքեցի։ Հիմա հույս ունեմ, որ Աստծո աչքը իրանցից անպակաս կլինի։ Իրանք դարձան իսկական, հալալ, մաքուր հայ քրիստոնյաներ։ Քավար, դու խոստացել ես, որ այլ ապորինի չես ասի։ Հələ լսերան արա։ Հայ այսօրվա երեխեք ես են։ Ինչ մտածում են միանգամից ասում են, բերաներին ինչ եկա, բտ։ Էս ինչ ենք, պասիվ։ Ինչի հատ չենք ուտում։ Ինչ կա որ ուտենք, Վարդուշ։ Ոյ, ցավական ամեն ինչ է դրված է, վայ։ Մատաղը չկա։ Մատաղը հեսա կլինի, համբերեք, վայ։ Կավոր բա կորյունը ինչ եղավ։ Մատաղ արեցինք գնաց։ Բայց հիշում եք անցյալ տարի ռեստորանում ինչ լավ էր այմարդ։ Ինչ հավեսով, լավ, քեֆ արեցինք, սենց մինչև ժամը 1000-ն էր երևի։ Փեսոտ հետել նենց ոչինչ կերանք իրար։ Ճիշտ է։ Արա, բայց դու վերջը դրան ուտեց մի հատ մարդավար իմ ուզածով նենց չլախկեցիր էլի, որ սենց հավեսս տար։ Վայ։ Ինչ։ Вообще-то ճիշտ ասում։ Վայ։ Արա այս ազի զորով այս սուրբ սեղանը դրանց անունը տալով հարամում ենք, էլի։ В общем, դա թեմա չի։ Փեսի հերներ շուն դառնա։ Անցանք։ Ֆրիկ։ Հիշում ես ոնց հանեցի ձեզ մեռոնից։ Հա ոչ եմ հիշում, սաղից գցիր բասեին է։ Այ արա այդ ինչ լավ օրեր էին։ Արա, այ օրինական դմբլդող։ Քեզ որ այտենց հանենք մեռոնից, բասեինը լցնենք ջրով, բան կթռնես, դուս կգաս մեռոնից։ Եսիմ, բա որ խեղճվեմ։ Տո դու չես խեղտվի հաստատ, չէ։ Տանո, արա այս պլինտուսն ինչ եղավ։ Հեռախոսով ա խոսում, Քավոր ջան, հեսա կգա։ Մի տեսակ նեղված էր, գիտես, երևում երեխեն։ Ո՞վ է երեխա։ Պլինտուսը։ Երեխա։ Հա երեխեն։ Պլինտուսն ինչ երեխա, չէ, բալես, չէ, սուսկաց։ Շատ էլ թե Լիլիկը դրանց այդ մատների վրա պարացնում է։ Դրանից է երևի մի քիչ նեղվել է, անենց այսօր մենակ է մնացել, մոլորված գառան պես մատաղացու, սենց ֆրֆռում է տեսու դենա գնում։ Բերենք մորթենք։ Ես գնամ տենամ։ Մատաղն ինչ եղավ գա։ Վարդուշ, այն բանը գոքնոցը Կորյուն Վլադիմիրովիչի վզից հանի, ասա թող ինքն էլ գա մեզ այդ սեղան նստի։ Գնամ Քավոր կնոջն օգնեմ։ Իա, քեզ ինչա պատահել այդ կատաղած ջան։ Ինչ հն, ասում եմ ջայլ աղջիկ ես այդ մազերիդ հետ ինչ ես արել աղջիկ։ Բաբ, ներկել է Քավոր ջան, հիմա բոլորը ներկում են։ Ոնց բոլորն էլ, տղամարդիկ էլ։ Լինում են դեպքեր, Քավոր ջան։ Օրինակ ես վերջերս մեկը կար, ինչ որ երգում էր, ինչ էր անում, սենց երկար մազերով, չիմացանք էլ տղամարդ թե չէ, բայց լավ թրաշ ուներ։ Վախ, պապայի գերեզման է սուրբ օրով այդ շեղվածների անունները չտակ ստեղ։ Ես հիմա ասել էի դրանց, Եղա քեզ Տեր Աստված ալա։ Արա դրանք վերջը ընենց են անելու, այս մարդկությունը վերանա։ Աստծուն էլ են դեմ գնում, արա դրանք։ Թեման փոխում ենք, վերջ։ Արա դրանք հետ ինչ մի բան են դրանք տելևիզորով էլ ցույց են տալիս, հա դրանց։ Մալադեց։ Մեղա Տեր Աստված, մեղա մեզ դրանցից ու մեկ էլ շարից համարյա նույն բանն են կիլոմետրերով հեռու պահես, հեռու։ Լավ ջան, գաս հետս։ Միշիկ ջան, բան չկա, բալես, դարդ մի անի, որ ձեր մեջ ոչ մի բան չստացվեց այս կատաղացի հետ, խնդիր չի, սենց ավելի լավ էր, բալես, հաստատ։ Ինքը մեր արևին չեր դիմանա, ինքը մի անգամից այս պրադվինուտի դարավ։ Պապ, հիմա ոչ ինձ ենք քննարկում, ոչ էլ բաբին։ Հա, ճիշտ է, չեն քննարկում, մանավանդ որ դուք էջ քննարկելու բան չեք։ Քավոր ջան, նորաթուղ, կարող է երեխան խանգարում քեզ։ Չէ, հակառակ, ես իր հետ շատ մերվել եմ։ Հենա անգամ քնել է ձեռներիս մեջ։ Մի գոռա,
Այսօր ինչ որ բոլորը որոշել են Գոռան, Մունադգան ու Ահաբեկեն Լիլիին։ Աղջիկ ջան, եթե չէիր գալու, գլխանց ասեիր։ Բայց ես գալիս էի։ Հագնվել էի, որ դուրս գայի, այդ սև դևը կանգնես ճանապարհիս։ Էլի տվել եք իրար։ Դրան էլ հանդուրժել չի լինում։ Պիտի ոնց որ իմ հաշվին ապրի։ Այս անգամ ինչ էր ուզում։ Ըստ քեզ էտի կարա ինչ որ կարևոր բան ասի։ Ես էլ ինչի քո օրը փչացնեմ դրա անկարևոր խոսակցություններով։ Լավ, հիմա ասա ուր ես, կարող ա գաս քավորի տուն։ Որ քավորն է, րոպե մեկ երեսով չտասի, արա պլինտուս ուր անկերույթ չկա։ Իսկ դու այդ քավորիդ այդքան մի սրբացրու, հա։ Ու դրա ասածներն էլ այդքան սրտիդ մոտ մի ընդունի։ Հիմա գալիս ես, սպասեմ։ Ուր գամ է։ Չէ, հավես չունեմ։ Ուր ես դու։ Դուրս եմ եկել մի քիչ քայլեմ, որ նյարդերս հանգստացնեմ։ Գնամ տուն կզանգեմ, դու էլ շատ մի քայլի, որ նյարդերդ չթուլանան շատ։ Լավ։ Ինչպիսին կլինի ձեր արձագանքը, եթե իմանաք, որ Կարպիչը ձեզնից մեկի հայրն է։ Հնդկական կինո։ Բայց ես չեմ ուզում, որ նրանցից մեկը քո կամ Կարպիչի հետ որևէ կապ ունենա Դերվիշ Ագնեսիտա։ Կամ էլ վատագույն դեպքում այդ մեկը թող ֆրի կլինի։ Ես ուրախ չես այցից։ Պապա դու չասիր, չգիտես որ միշտ էլ ուրախ։ Ինչ է։ Մենց հուսահատ ընկճված, հանձնված մարդու կերպարանք ես ընդունել, պետք է չի սազում։ Չի սազում։ Արդեն մոռացել եմ ինչ է ինձ սազում, ու դե հասնի քնում եմ, ինչ հասնի ուտում եմ։ Սերի զանգելես կնոջդ հետ ես խոսել։ Ինչ կին է, պապա։ Չեմ ճոգում խեք սաղդ մտածում, որ մենակ ջեպկիրի աղջիկը կարա ինձ այս վիճակի հասցնի։ Դու ինձ սաղ ես ասպանում։ Ու вообще ես մտածում եմ, որ արդեն դատն է իս չի փրկելու։ Ջեպկիրի ուզած ալնելու է պրծնի։ Տոտողա ջան, դատ չի լինելու։ Ոչ էլ դատարան ես գնալու։ Դու ազատության մեջ ես լինելու։ Ինչ ես անում, պապա, հա։ Այդ ինձ մաներից ուզում ես ընտելացնես, որ տղուտ երկար ժամանակ չես տենալու տղա ջան, իրան չես մեծացնելու։ Դայ բալա, ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա։ Ես քեզ ասում եմ, դու ազատության մեջ ես լինելու։ Ինչ որ բան է փոխվել, որից ես տեղյակ չեմ։ Հա, բալես փոխվել է, որից որ դու տեղյակ չես ու տեղյակ չես լինելու։ Իսկ ինչ վերաբերում է քո կնոջն ու տղային, ասեմ որ իրանք շատ լավ վիճակում են, ապահով ձեռքերում են, կարող ես չանհանգստանալ։ Ու էլ եմ կրկնում, որ շուտով ազատության մեջ ես լինելու։ Պա։ Չեմ ճոգում, ինչ ես թաքցնում, պապա ինձնից։ Տղա ջան, դու վստահ եղիր, որ շուտով ազատության մեջ ես լինելու։ Պապա։ Երեխեք ջան, գառը շատ փուչուր էր, բայց լավ էր, ընդունելի մատաղ լինի։ Ով շնորհակալ ենք Աստծուց, թող շատ չհամարի Քավոր ջան։ Այսենց 1000 մատաղով պիտի Աստծո շնորհակալ լինենք, որ դու փրկվեցիր ցավը տան, ընդունելի մատաղ լինի։ Давай, քաշեք, давай։ Միշիկ ջան, այդ ինչ ես այտենց կատվի պես պիսիկը նստել մի մուտանկյունում ու քերը կիտել։ Այդ բալա չեմ ասում քեզ այս բաբի նման մազերդ ներկեսի նշան ուրախության, բայց գոնե մի բան ասա, խոսա։ Ինչ աղջի։ Յա։ Ուզում ես նորից հիվանդանոց ընկնեմ, ինչ ես ոտս ջարդում։ Այ քեզ բան։ Լինտուս։ Արա, այ բալա, որ հիմա այս օրերին քեզ քո են զիզիկը չի լսում, քո բուրդը բանա բալես։ Բայց ով ասում որ չի լսում, լսում է։ Ոստը մեկ-մեկ իրար չեն հասկանում, Քավոր ջան։
Տանո ջան, դու այսօր Մաքսիս գրկիցը ցած չդրեցիր, բալես։ Երեխուն ինձ տուր, դու հաց կեր, հա? Չէ, սենց ինձ ավելի լավ է։ Վարդուշ դու հացդ կեր, հա? Իսկական քավորը այսենց ալում, այսենց։ Չեմ ուզում հավատալ, որ քավորը տանոյին շահադիտական նպատակով թորանը քավոր դարձրեց։ Քավորը հոգու խորքում ծիծաղում է մեզ վրա։ Ինչ ասիր արա։ Ես իմ թե։ Գորյուն Վլադիմիրովիչ շատ պասիվ եք երևում։ Շեֆ ջան, ասա ինչա պետք անել, անեմ։ Ինչ պետք է անես, արա, մենակ ուտում ես։ Երկ, պար, կենաց։ Բա ուր էիր Դավջան։ Արա այդ լվացվեցի՞ր։ Հա, լվացվեցի։ Հոտ էր գալիս։ Արա պապայի գերեզման, արա Դավո ջան, ցավը տանեմ, ախր չի կարելի է լվացվել, բալա։ Ինչի։ Պետք է 3 օր չլվացվեր, հետո ես ու քավորը քեզ մերոնից հանեինք, էլի։ Արա քեզ պետք է բրտեին գցեինք բասեին, արա, չես հասկանում, դու հիմա ոնց նախկինում ապորինի կայիր, այդպես էլ ապորինի մնացիր։ Սա հեչ եղավ է։ Դուք հաց կերեք, ես հիմա գալիս եմ։ Բաբի, քավորը ճիշտ ասեց։ Կարպիչ, ես կյանքում ինչ ասես սովորեցիր, բացի պատասխանատվության զգացողությունից։ Լսի Ֆիլիպ, շատ անհարմար ժամանակ ես զանգել ու անիմաստ փիլիսոփայում ես։ Իսկ յուրին ասաց, որ դու սիրում ես իմ փիլիսոփայական մտքերն ու դրանք կիրառելու պահը բաց չես թողնում։ Այդ մանյակով հասկացնում ես, որ Յուրիկի հետ ես խոսացել։ Կարպիչ, զանգել եմ քեզնից պատասխան ստանալու։ Եթե Յուրիկի որ դու դեմ արված բողոքից հրաժարվում ես, ես հրաժարվում եմ անցյալի հիշողություններից։ Դրանք նորից դնում եմ սունդուկն ու պահում։ Լսի Ֆիլիպ, ես քեզ պատասխան տալու չունեմ։ Որոշել ես, որ Յուրիկին պիտի ասես ինչա կատարվել։ Ասա, բայց չմոռանաս քեզ էլ նշել։ Եղավ։ Եթե ես իսկապես դա անեմ քեզ, խիստ կնեղացնեմ։ Բարեկամ, այնպես որ մինչև օրվա ավարտ ժամանակ ունես։ Մամ, ինչ ես տխուր։ Մարդիկ իրանց ծննդյան օրերին չեն տխվում։ Բալես ես քեզ մի հատ գաղտնիք բացեմ։ Մաման երբեք իր ծննդյան օրը չի սիրել։ Խնդրեմ, լսեցիր։ Իսկ ես կուզեի տանին մի քանի անգամ իմ ծնունդը լինել։ Ինչի ես մեծերը չեն սիրում իրենց ծննդյան օրերը։ Շատ պարզ, մեծանում են։ Իսկ ես կուզեի մեծ լինեի, այնքան եմ ուզում շուտ մեծանալ։ Բալես դա նորմալ է։ Երբ որ փոքր ենք լինում, ուզում ենք մեծանալ։ Հենց մեծանում ենք, արդեն ուզում ենք փոքրանալ։ Բայց դու մի տխրի, պապա մեզ տեղ ա բերել, որ քո ծնունդը ուրախ անցնի։ Չէ՞ պապ։ Մենք մեր կողմից խոսք ենք տալիս, որ մամայի ծնունդը շատ ուրախ անցնում, չէ՞։ Ծնունդը շնորհավոր, մամ ջան։ Ապրես հրաշքս, բայց եթե դու սենց շարունակես, ես ուրախանալու փոխարեն երևի թե կլացեմ։ Չէ, լաց լինել պետք չի։ Ցանկանում եմ քեզ, որ կյանքդ ապրես գունեղ, երջանիկ ու երկար։ Եվ դիմավորես բազում այսպիսի ուրախ ծնունդներ։ Շնորհավոր ծնունդ։ Ապրեք։ Որոշել եք ինչ եք պատվիրում։ Կներեք, իսկ ֆրիկն էստեղ չի։ Չէ, տղաները այսօր չեն եկել, դժվար էլ գան։ Լավ, դուք որոշեք ինչ եք պատվիրում, ես կմոտենամ։ Ըստ երևույթին ոչինչ էլ չպատվիրեմ։ Որ գաք ասեք Ժենին էլ եկել։ Լավ, կփոխանցեմ։ Քավոր, բայց ոնց որ տրամադրությունդ փչացավ։
փչացած։ Չէ, դավ ջան, կամ էլ մենք փչացրինք։ Վովա, մի հատ գնա ավտոխոտ դու։ Ես էքստրասենսերից էլ ինձ ազատ։ Դավայ։ Ինչերի շեֆ։ Կորունջան, կատականում շեֆը տացավտանում դու գնա մեքենան մոտեցրու, որ երեխեքը գնան, եղավ։ Ջոն։ Գավոր ջան, պետք չի որ Կորյունը մեզ տանի։ Այսօր ամբողջ օրվա ընթացքում մի բառ չասեցիր։ Նոր սանրվածքդ սազում է։ Ես չեմ ուզում, որ մեր ընկերական հարաբերությունները փչանան։ Վիրահատված մարդը ոնց որ կիսատ մարդը լի էլի։ Ես ձեզ օրինակ առավոտ նորմալ ուրախ լավ տրամադրությամբ հիմա արդեն հոգնած եմ հանգստանալու կարիք ունեմ։ Որ տենց է Քավոր ջան, մենք գնանք դու պարկե հանգստացի։ Մերսի ամեն ինչի համար Քավոր։ Հաջող Քավոր։ Հաջող այ շաշ։ Արա ոնց գնացիր լողացար արա, ես օրենքով արգելվում է, թե չէ մի հատ անենց հիմա կպաչեի ուժեղ, որ Ես ապօրինի չեմ, հիշի, հա։ Շնորհակալ եմ դավային կնքելու համար։ Քեզ շնորհակալություն, քեզնից ինձ ու Վարդուշիս ազատելու համար։ Լավ է, որ Միշիկիս հետ չփսակվեցիր։ Երևում արդեն շատ լավ ես, որտեվ անցար էլի են քո սև հումորներին։ Քավոր կին ջան, անչափ շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Հաջողություն Քավոր կին ջան։ Հաջող բաբի ջան, հաջող, ասա հաջող բաբի։ Հաջող բրատ։ Հաջող դավ ջան։ Անակնկալ էր սկզբից Գավոր ջան առաջարկդ, բայց հետո մտածեցի ու հասկացա, որ ինձ շատ հաճելի է այդ փաստը։ Ես գիտեմ ինչ եմ անում։ Ուզում ես հրաժեշտ տաս Սանիկիդ։ Չպաչես։ Վալոդնա, էլ իզուր սպասացնել մի տվեք դուրս եկեք, համել չեք նեղվի չէ, որ ես դուրս չգամ ձեզ հետ։ Քավոր ջան, դու էլ բան ասիր, չէ հա։ Դելա, Միշիկ ջան, բան արա, ճամփ դու երեխեքին։ Կարոտելա պապին, իմ բալեն կարոտելա։ Շատ մնացինք ոտի վրա, բայց ժանդամ լավ որ էր, հա, պարկաստուն լավ որ էր ցավը տանում, հեսա դու էլ կգնաս, կհանգստանաս, հոգնությունդ էլ կանցլի, ցավը տան։ Ես դեռ տեղ ունեմ գնալու, եթե դու հոգնած ես, գնա պարկի։ Ցավը տանեմ, բայց դու ասեցիր, որ հոգնած ես։ Վերջ Արտուր, էլ այսօր չես խոսում, այսօրվա համար ծիծաղը բավական է։ Ինչ, բայց չէի լսել, որ ծիծաղի համար լիմիտ գոյություն ունի։ Ես էլ չէի լսել։ Իսկ դու ամեն հարցում պետքա պապային չէ պաշտպանես, տենց արդար չի։ Լսում եք։ Ինչը։ Երաժշտությունը, մամ։ Պարզա, փաստորեն ձեզ մոտ ամեն ինչը պլանավորած էր։ Քանի որ ծիծաղի լիմիտը սպառված է, մնացել է միայն խոսքի լիմիտը, ես առաջարկում եմ, որ Մի խոսքով, պապան քեզ հրավիրում է Պարի։ Միայն է դեր մնում պակաս։ Տիկին, ես ձեզ Պարի եմ հրավիրում։ Բայց այստեղ ոչ մեկ չի պարում։ Ես չեմ հիշում, որ դու ստանդարտների սիրահար լինեիր։ Կոտրենք բոլոր կարծրատիպերը։
միշտ այնքան հանգիստ է համ կճաշենք, համ կքննարկենք մեր հետագա անելիքները։ Ասած այդքան էլ լավ չեմ զգում։ Եվ հետո ձեր որոշումը բացօթյա սրճարանը շատ ավելի լավ էր։ Դուրս գա։ Սիման տեսավ մամային ու պապային պարելուց, ինչ անեմ, ասեմ, որ Սիմային եմ տեսել։ Մամ, դու մնա երեխու մոտ գնամ կաթ բերեմ, կամ լավ։ Ինձ համար մեծ ուրախություն է մնալ երեխու հետ։ Իրանից Յուրիս կարոտնել եմ առնում։ Մամ, եթե ուզում ես, ես կարող եմ մամային խնդրել, որ Պապայից թաքուն երեխուն բերի տեսնես։ Չէ, աղջիկ ջան, դու քեզ պարտավորված մի զգա։ Քեզանից հասնում է միայն Սպարտակիս հետ լինել ցանկացած պարագայում։ Պապա ջան, ես համաձայնությունս տվեցի այդ խրտվիլակին։ Ու տղիս մոտ գտնվելուց հետո հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Եթե համաձայնությունը տվել ես այդ փողոցային վաճառականը, ինչու՞ միջև հիմա բողոքը ետ չի վերցրել։ Այհեր ջան, ես իմ պայմանն եմ դրել։ Ասել եմ, որ մինչև որդիս ազատության մեջ չլինի ոչ մի բաժնե տոմս։ Իսկ նա։ Դե ինչ նա է։ Այնի աշխատում է ջեբկիրի վրա այհեր։ Ինքը շատ լավ գիտի, որ փողը բաժնե տոմսը իմ համար ոչ մի բան է։ Ամենակարևորը որդուս ազատությունն է։ Իսկ ոնց պիտի այդ սրիկային ծնկի բերի Ֆիլիպը։ Չկարողացա իմանալ, պապա ջան, անչափ զգուշ էր սրիկան։ Այս Սպարտակս չի հավատում, որ կարող ազատության մեջ գտնվի։ Ճիշտ ասած, ես էլ եմ անհամբեր, ուզում եմ տեսնել ազատության մեջ նրան։ Ստոպ, չառաջանաս, այս ցանտրները փակ են քեզ համար։ Պապա ջան, դու գնա տուն։ Ես սրանց տեից կճանապարհեմ։ Անենց կճանապարհեմ, որ վզից կբռնեմ ու դուրս կշապրտեմ։ Միշտ ապի Յուրիկ։ Ես եկել ես ներողություն խնդրես։ Դե եկել ես աղջկատ տանես։ Արա դու չէիր ասում, որ այսօր թորանս ես կնքելու Յուրի Բալայանին։ Ես Յուրի Բալայան անունով թոր չունեմ։ Ուրեմն դուրս կորի այստեղից։ Եկել եմ ասեմ, Յուրիկ ջան, որ սխալ մարդու ես դիմել օգնության։ Ահա, սխալ մարդու, ես իմ ամբողջ կյանքում այդ Ֆիլիպին ձեռից բռնած քարշ եմ տվել։ Դու գնացել ես նրանից օգնություն ես խնդրում։ Շատ կոզեիր, չէ, որ ասածդ իրականություն լիներ։ Իմացի, ռազին արսեք դա, Բալայաններն ընդհանրապես օգնություն չեն խնդրում։ Յուրի, ես պահանջում եմ վրընդի սրան այստեղից։ Տղետ, նստելու է Յուրիկ։ Նստելու է ու պատասխանատալու իր արածի համար։ Քեզ պես ու Ֆիլիպի պես հազարն էլ բարձանան երկինք ու իջնեն գետին, նստելու է տղետ։ Դու լսում ես այդ ջեպկիր, տղես ազատության մեջ է լինելու։ Իսկ դու սատկելու ես, ես իմ այս ձեռքերով եմ քեզ խեղդելու։ Յուրի, սա այնքան կեղտոտ ու պղծված մարդ է, որ չարժի ձեռքերդ կեղտոտես։ Տղետ, կյանքիս հետ խաղացել է ու ինքը պատասխանատալու իր արածի համար։ Հիմա լսի ինձ Յուրիկ, եթե նույնիսկ Ֆիլիպի խնդրանքը հաշվի առնեմ ու բողոքս ետ վերցնեմ, հարամելու եմ տաղուտ կյանքը,
հարամելու եմ, բացելու եմ խաղաքարտերս ու դնեմ իրա դեմը, թող տեսնի ու հասկանա, ով է Ապորինի Բալայանը, այ այդպես, տղետ արևի երես պիտի չտեսնի, ես հարամ եմ անելու իրա սաղկյանքը, դե հիմա դու մտածի, ավելի լավ է տղետ բերդում լինի, թե ազատության մեջ։ Բաբի, Հա ջան։ խաչս լավն է, չէ։ Շատ սիրուն է։ Մամաս կորախանն է, որ հիմա նա կանգվել եմ։ Ինքը տեսնում է ու ուրախանում է։ Վերևից ամեն ինչ տեսնում է։ Քեզով է նման բան ասել։ Բաբի, մամաս վերևից տեսնում է, ես ինչ եմ անում։ Գիտեմ։ Չարություն չեմ անի, որ մաման այնտեղ չբարկանա։ Քեզ էլ չեմ ջղանացնի։ Խելոքս։ Բաբի, քա որ ասես այսօրվանից գործերս աչա գնալու։ Դմբո։ Դե ասա դու ինչ գործեր ունես։ Ափսոս, որ Արմանը չկար։ Այդ աչքիս կռվել էին, հա, իրար հետ որ տենց էլ լիլիկը չեկով։ Ես էլ չհասկացա։ Հա, բայց այդ մեր գործը չի, թող իրանք իրար մեջ իրար հասկանան։ Քավորի արածը սրտողը տեղավ տանու։ Ինչ ես ասում։ Դե որ Թորանը քավոր կանգնացրեց սրտողը տեր։ Գիտես, սկզբից սրտովս չէր։ Բայց հետո հասկացա ներքուստ, որ ինչ-որ բան է հետս կատարվում, որ ինձ հաճելի է այդ պարտավորվածությունը վերցնել ինձ վրա։ Մանավանդ, որ ես այդ երեխու մոր սրտով եմ ապրում։ Հա, բայց դու մոռանում ես ով այդ երեխու քերին։ Սպարտակ Բալայանն է։ Բայց այդ ինչ չի հետաքրքրում։ Հա չէ, բան չասի, պրոստե աննասունին հաստատ դուր չի գա, որ դու ես այդ երեխու քավորը։ Թող ինքը քավորի հետ լուծի այդ հարցերը։ Իսկ ինչը վերաբերվում է ինձ, ես կյանքում այդ երեխուց հեռու չեմ մնա։ Բացի քավորը, մի քերի էլ դու ես։ Պապ, ուզես թե չուզես, Սպարտակը ազատության մեջ է լինելու։ Ու դու մեր երջանկությանը չես կարող խանգարել։ Պապա, վերցրա մեր հարսկին գնացեք ներս։ Են, որ դու դավաճանես, ես դա վաղուց գիտեմ։ Ինձ թող ու կանգնի թշնամիներիս շարքում։ Դուրս կորի սրիկա, քեզ չի հաջողվի Էմիլիին մեր դեմ տրամադրել։ Քո կեղտոտ դեմքը արդեն նրա համար պարզ դարձավ։ Հայրիկ, վերցրա հարսկին գնացեք ներս։ Ինչ ես ուզում ինձնից դու, պարոն գեներալ։ Մի ամբողջ կյանքին զատեցիր, ինչ ես ուզում ինձնից։ Հարսիդ վերցրու, գնա ներս, հայրիկ ջան, գնացեք ներս, պարոն գեներալ, պարոն գնդապետ, գնացեք ներս, մի հարմար անկյուն գտեք, թաքնվեք, որովհետև շատ հավանական է հիմա լեյտենանտ Սպարտակ Բալայանը կհայտնվի ու այստեղ մի հատ ուրիշ փաթորիկ կսկսվի։ Պապ, մի խառնվի Սպարտակի կյանքին ու հանգիստ թող նրան։ Ջեպկիր, արա ինչ ուզում ես, իմ համար մեկը արդեն, եթե այսքան ժամանակ հանդուրժել եմ, հետ չեմ հանդուրժելու, ես իմ ձեռով քեզ օր-օրի, այսպես մանր մորթելու եմ, սպանելու եմ, ես ես մերցնելու եմ։ Աղջիկս, գնանք ներս, ես ես մարդուն չեմ կարող հանդուրժել, գնացինք։ Ջան, շովացյա իմ բալիկը, մաման գնաց կաթիկը բերելու, հա, ուշացավ, հա, մերնեմ կեզ, ող, իչ, գնամ տեսնեմ մաման ինչի է ուշանում, ջան, Փոխանակ ես մունատ կամ, ես դժգոհեմ ու թթված դեմք ընդունեմ, որ բոլորի դիմաց ինձ խայտարակ արեցիր, հիմա դու ես քիթ ու մռութդ կախել։
Վիդեոկ ես այդ կախարդին կսպանեմ ուղակի։ Քիչ մնաց, մի շաբաթից ամուսնանում ենք։ Կամուսնանանք ու դուրս կգաս այդ տնից։ Թե այնքան է կապվե իրար հետ, որ չեք կարող իրարից բաժանվեք։ Մի բան կա, որ եթե քեզ չասեմ, կխեղդվեմ ուղակի։ Ասա տենամետ ինչը։ Նայում եմ քո դեմքին ու ես էլ եմ խեղդվում։ Վիտուս, այդ կախարդի այդ սովորական վեճը չէր կարող ինձ ստիպել, որ ես չգամ Դավոյի կնունքին։ Փաստորեն դու ինձ խաբել ես, որ դրա հետ վիճել ես։ Դե լա ասա տենամի ինչ ա եղել։ Թե փոշմանել ես, չես ուզում ամուսնանանք։ Իմացել եմ ով է Ագնեսի տայի տղայի հայրը։ Ցավոք գուշակություններս ճիշտ էին։ Կարպիչն է։ Հա։ Ես էլ էի շոկի մեջ, երբ իմացա։ Փաստորեն մեր քավորը մեզնից մեկի պապան է։ Չհասկացա Վիտուս։ Քանի կար չէիք ընդունում, որ ձեր մերն է Ագնեսը։ Հիմա արդեն հորն էլ ընդունեցիք։ Ինքը էլի չի կարա մեր մերը լինի։ Հետևաբար եւ Կարպիչը չի կարա ձեր հայրը լինի։ Այդ հաստատ։ Փաստորեն մեր քավորը ոչ մի բանով չի տարբերվում իր անգերոջից։ Ինքն էլ երեխա ունեցել ու գցել է փողոցները։ Ուրիշ երեխեքին է քավորա կանգնե ու պապայություն անում։ Փոխանակ գնա իր երեխուն գտնի ու տեր կանգնի։ Վիտուս թափվիր։ Չի կարա ինքը ոչ քո, ոչ ֆրիկի հայրը լինի։ Սրա մասին ֆրիկին ոչ մի խոսք։ Ոչ մի ապացույց չկա, որ դուք ան ֆրիկը Ագնեսի տայի եւ հիմա արդեն քավորի որդին եք։ Ապացույց չկա։ Չկա։ Բալես ես տար սենյակ ու արի լվացի։ Հիանալի օր ունեցա։ Թեպետ Արտուրի հետ իմ բոլոր ծնունդներն էլ ուրախ են անցել։ Բալես էդ լավ չես զգում։ Չէ, լավ եմ, ամջան։ Բայց ընդամենը մի քանի ժամ առաջ դու հայրդ իմ դեմքին ժպիտ էիք փնտրում, իսկ հիմա ես քո դեմքին ժպիտ չեմ տեսնում։ Ինչ-որ տրամադրության հետ ինչ-որ բան ա կատարվում։ Ինչ ա եղել, Ժակլին։ Ես գնում լվացվեմ, որ չասես փնթի եմ։ Չէ, Մասի Բալես, հələ նստի։ Դու ինձ մի բան ասա։ Ինչ ես տխրել։ Ես դեռ ռեստորանում նկատեցի, որ տրամադրությունդ փոփոխվել է։ Մամ, երբ որ դու պապան պարում էիք, Սիման մտավ ռեստորան։ Ու տեսավ ինձ ու հորդ պարելուց։ Տեսավ ու դուրս եկավ։ Երևի էդ իրան դուրս չեկավ։ Իսկ ինչի այդ մասին ինձ ու հորդ ռեստորանում չասեցիր։ Ես իմ չէի ուզում, որ դու տխրեիր։ Այ բալա, ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա։ Ես քեզ ասում եմ, դու ազատության մեջ ես լինելու։ Ինչ որ բան է փոխվել, որից ես տեղյակ չեմ։ Հա, բալես փոխվել է, որից որ դու տեղյակ չես ու տեղյակ չես լինելու։ Հրավուրս խոսալուց երևում է, որ մի բան փոխվել է, ու ես տեղյակ չեմ։ Այս մի բանում կարող վստահ լինեմ, որ ինչ էլ որ եղել է հաստատ իմ օգտին է։ Չեմ ճգնում, ինչ ես թաքցնում, պապա ինձնից։ Տղա ջան, դու վստահ եղիր, որ շուտով ազատության մեջ ես լինելու։ Ես անգամ էլ հերս ինձնից համբերություն խնդրեց, բայց ես ուրիշ էր, տարբեր էր նախորդ անգամներից։ Ինքը վստահ էր, որ ես տեղից դուրս եմ գալու։ Ինքն էր հավատում իր ասածին, բայց ինչ է եղել, որի մասին չցանկացավ իմանամ, հա։ Բայց ես չեմ ուզում, որ հերս հանկարծ ու հանկարծ ինչ-որ զողությունների գնա ինձ տեղից հանելու համար։ Խնդրում եմ աղջիկս, նստիր ու հանգստացիր։ Դողում ես,
Ինչ ա եղել։ Բա Յուրան ուրա։ Բակում կարպիչի հետ։ Էլի։ Լսում ես ինչ եմ ասում։ Իմ համար արդեն մեկ է։ Դու իմ ձեռքով դանդաղ սատկելու ես ու դա լինելու է իմ հաղթանակը քո հանդեպ։ Լավ էլի։ Ասում ես ինձ համար մեկ է, բայց օգնություն ես խնդրում Ֆիլիպից։ Ամոթա ցավը տանեմ, ամոթ, հələ մի հատ քեզ նայի, հետո Ֆիլիպին նայի։ Արա դու Ֆիլիպը ինքնա հաստատման միշտ փորձեր եք արել։ Ինչ ուզումը տենց ասում է։ Օգնություն է ուզում։ Ասի, դե թող ասի։ Վերջական հաշվով ես թքած ունեմ ձեր ծրագրերի վրա։ Այդպես հայտարարություններ համարցակ մի արա, ցավը տանեմ։ Մի արա։ Ցավը տանեմ։ Իմ տղես լինելու է ազատության մեջ։ Ռազին նավսեգդա ականջի թող արա։ Լավ։ Հենց ազատության մեջ եղավ, ես մի ուրիշ ձև կգտնեմ իրան ոչնչացնելու։ Ասելու ես տանում բալայանա։ Ուշացել ես։ Ինքը արդեն գիտի։ Ծիծաղից բեռա, գիտի։ Անենց որ ապեր կարպիչի բեկնազայրան, դավայ անելով գնացիր, պապայի գերեզման ասելով ուրիշ բան մտածեցիր, ուրեմն ֆրացիր ու գնացիր ստեղից։